Համաձայն դիտարկումների տվյալների 2024-25 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55 մմ, որը նորմայի ընդամենը 49%-ն է, եւ 24-25 թվականի ձմեռը դարձել է ամենաչորը մեր հիդրոթերապևտաբանական դիտարկումների պատմության ընթացքում սկսած 1935 թվականից։ Ընդհանրացնելով դիտված եւ կանխատեսվող հիդրոթերապևտաբանական պայմանները, եկել ենք այն եզրակացության, որ 2025 թվականի գարնանային վարունների հոսքի ծավալները հանրապետությունում կանխատեսվում է նորմայի 50-ից 90%-ի սահմաններում։ Առավելագույն ելքերի անցումները կանխատեսվում են մայիսի 1 եւ 2 տասնօրյակներում։ Ջերմաստիճանների կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա տարածությունների համար հնարավոր են ջրածածկումներ, որոնց վերաբերյալ առավել հստակ կանխատեսումներ հնարավոր է տալ միայն 3-ից 4 օր առաջ, երբ հստակ կանխատեսվում են մոտեցող տաք օդային ալիքները եւ ինտենսիվ անձրևները։ 2025 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 1 ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-ից 29 սանտիմետր։ Նշեմ, որ այդ ցուցանիշը մոտ 13 սանտիմետրով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի բարձրացման ցուցանիշից։ Դիտարկվող 5 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը կանխատեսվում է Ախուրյանի ջրամբարում 100% լցվածություն, Արփիլի ջրամբարում 55-ից 60% լցվածություն, Ապարանի ջրամբարում 45-ից 50, Ազատի ջրամբարում 85-ից 90%, Մարմարքի ջրամբարում 95-ից 100%։ Ընդհանուր ջրամբարների ջրալցվածությունը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 15%-ից 20% քիչ ջրալցվածություն։ Այս տարվա ապրիլը օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում, այսինքն մեզ սպասվում է տաք եւ բավարար տեղումներով ապրիլ։ Հիմնականում ապրիլ ամսին գերակշռելու են հարավային պրոցեսները, այսինքն արևադարձային լայնություններից ներթափանցող պրոցեսները, բայց չի բացառվում, որ հատկապես ամսվա վերջին օրերին առանձին օրերին մենք ունենանք արկտիկական ցուրտօդային հոսանքների ներխուժում։ Եվ այստեղ մեկ պարզաբանում, քանի որ ապրիլի տեղումների քանակի նորմաները բավականին բարձր են եւ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, դա ակնկալում է, որ մենք ապրիլին կունենանք բավականաչափ տեղումներ։ Ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի Արագածոտնի Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-ից 23 աստիճան, Լոռիում մինչև 21-ից 25 աստիճան, Տավուշում մինչև 29-ից 31 աստիճան։ Արարատյան դաշտում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանները կտատանվեն +26-ից +30 աստիճանի սահմաններում, Վայոց ձորի նախալեռներում նորից 26-ից 30 աստիճանի սահմաններում, Սյունիքի Հովտային գոտում 28-ից 32 եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում մինչև 21-ից 26 աստիճան տաքության սահմաններում։ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +28-ից 30 աստիճանի։ Շիրակ, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներ, Գեղարքունիք, Սյունիքի լեռնային շրջաններ գիշերային ժամերին արկտիկական ցուրտօդի ներհոսքի դեպքում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև -6-ից -10 աստիճան, Լոռիում մինչև -2-ից -5 աստիճան, Տավուշի մարզում մինչև 0-ից -2 աստիճան, Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճաններ ուրախություն մեծ ամսվա ընթացքում չեն կանխատեսվում եւ նվազագույն ջերմաստիճանը ընդամենը սպասվում է 0-ից 3 աստիճան, Սյունիքի Հովտային գոտում +2, +5, իսկ Սյունիքի նախալեռնային հատվածներում -2, -5 եւ Երևանում նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է 0-ից 2 աստիճան տաքության սահմաններում։ Մինչև ամսի 8-ը ներառյալ լուրջ ցիկլոնների ներթափանցում չեն կանխատեսվում, մինչև ապրիլի 8-ը մենք գտնվելու ենք թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որը հիմնականում կարտահայտվի գիշերը եւ երեկոյան ժամերին, այսպիսով այսօր կարելի է ասել երկրի ողջ տարածքում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, 5-ից 8 ընկած ժամանակահատվածում հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերը Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ
Եվ միայն 9-ից ցիկլոնային process-ները կսկսեն զարգանալ, մեր երկիրը կգտնվի միջերկրական ծովի շրջաններից ներթափանցող միջին ուժգնության ցիկլոնի ազդեցության գոտում, եւ 9-ից 13 ընկած ժամանակահատվածում արդեն երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կդիտվեն անձրևներ, առանձին հատվածներում ամպրոպներ։ Օդի ջերմաստիճանի անկում առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում առանձնապես չի կանխատեսվում, որը շատ ուրախալի է, որովհետեւ օր-օրի փոքրանում է ծրտահարության ռիսկը հանրապետության նախալեռնային եւ հովտային գոտիներում եւ այս պահի վերլուծությունների արդյունքում այս պահի գնահատմամբ կարծում ենք, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային հատվածներում այս տարի ծրտահարության դեպքեր ի ուրախություն մեծ չեն ունենալու։